Լայնազավալ պատերազմի վտանգ տեսնում ենք։ Այն, որ պայթյունավտանգ է տարածաշրջանը, չեն ժխտում իրանցի փորձագետները։ Բացառված չէ, որ Միացյալ Նահանգներ մեկնած Իսրայելի վարչապետ Նեթանյահուն հրահրի Թրամփին հարձակվել Իրանի վրա։ Ինքը միշտ փորձել է բանակցությունների գործընթացներին վնաս հասրի եւ հասրի այդ իրավիճակում տարածաշրջանում, որ Իրանի դեմ Միացյալ Նահանգները ներքաշվի պատերազմի մեջ, պետք է տեսնենք Թրամփը ինչքան դիմադրելու է եւ այդ թակարդին չի ընկնում եւ Նեթանյահի ազդեցությունների տակ չի մտնելու։ Ռոյթերսը գրում է, թե Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլլահ Խամենեին կարգադրել է զինուժը բերել բարձր պատրաստվածության Իրան ԱՄՆ հնարավոր ռազմական բախման ֆոնին։ Թեհրանը պաշտոնապես չի մեկնաբանում այս լուրերը։ Մենք կպատասխանենք սպառնալիքներին մեր ամբողջ ուժով, բայց մենք պատերազմի ձգտող ժողովուրդ չենք եւ պատերազմելու մտադրություն չունենք։ Մենք խաղաղություն ենք փնտրում տարածաշրջանում։ Իրանցի փորձագետները գրում են, թե զինուժի բարձրաստիճան ղեկավարությունը հատկապես վերջին օրերին հենակետեր է գնում Պարսից ծոցի կղզիներ զորքի պատրաստականությունը հասկանալու համար։ Թրամփը շատ անկախադասելի քաղաքական գործիչ է, դրա համար Իրանը բոլոր սրաներին հաշվի առնում, նաև ռազմական գործունեությունը Իրան հաշվի առնում, այդ սցենարը Իրանում ակտուալ է եւ դրա դեմ պատրաստությունները դեսել Իրանը։ Հնարավոր հարձակման դեպքում Իրանը կպատասխանի, այս հայտարարությունը Թեհրանը բազմիցս է արել իր բարձրաստիճան պաշտոնյաների շուրթերով։ Փույա Հոսեյնին չի բացառում, եթե Թել Ավիվը հրթիռներ ուղարկի Թեհրան, Իրանը որպես պատասխան հնարավոր է հարվածի այլ պետություններում, այդ թվում Ադրբեջանում Իսրայելի ռազմաբազաներին։ Կամ Իսրայելի ռազմաբազաները կարող է Ադրբեջանում լինի, կարող է այլ երկրներում լինի, Իրան օրինական թիրախներ են Իրանի համար, որ Իրանը կարող հարվածի դրան։ Հերթը հրթիռներին կարող է չհասնել ըստ փորձագետների, եթե կարողանան լեզու գտնել ու բանակցություններով հարցերը պարզել Վաշինգտոնն ու Թեհրանը։ Իրանում հիմա վերլուծաբանները, մեդիա փորձագետները, քաղաքական գործիչները փորձում են հասկացնել հասարակությանը, որ հոգեբանական պատերազմ է տանում Արևմուտքը, Իրանին ճնշմամբ բանակցությունների սեղանի շուրջ նստեցնելու համար։ Միջուկային համաձայնագիրը վերականգնելու համար Թրամփը նախորդ ամիս էր նամակ ուղարկել Թեհրան։ Հետևեց պատասխանը. պատրաստ չէ Իրանը միակողմանի համաձայնագրի, ինչ որ չափով համակերպվել ԱՄՆ-ի միջուկային պահանջների հետ ու մնալ այդ երկրի պատժամիջոցների տակ անընդունելի է Թեհրանի համար։ ԱՄՆ ղեկավարը նաև պահանջում է, որ Իրանը չաջակցի իր պետությունից դուրս ռազմական կառույցներին, որոնք ԱՄՆ-ն ահաբեկչական է համարում։ Թրամփը ներկայացել է, որ պետք է Իրանը հերթիրային ծրագիրները մի կողմ դնի, իր աջակցությունը բոլոր դիմադրական ուժերին տարածաշրջանում մի կողմ դնի, պայմանները, որ Իրանի համար անընդունելի է եւ պետք է միջնորդված բանակցությունների ընթացքում տեսնենք ինչ համաձայնություն կգան երկու երկրները։ Իրանի համար նաև անընդունելի է բանակցությունները Միացյալ Նահանգների հետ առանց միջնորդի, ինչպես Թրամփն է կամենում։ Համաձայն է Թեհրանը հանդիպել ամերիկացիների հետ Օմանի միջնորդությամբ։ Միացյալ Նահանգները ուզում է եւ Իսրայելը ուզում են տարածաշրջանում Իրանի գործունը չզոքացնեն, ուզում են անզեն Իրան եւ դա մեր համար անընդունելի է, որովհետեւ մենք պատմություն ենք տեսել Լիբիայում, երբ որ զինաթափվեց Լիբիայի վարչակազմը, Լիբիայի պետությունը, ինչ տեղի ունեցավ։ Եվրոպական պետությունների Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի հետ է հիմա ակտիվ բանակցում Իրանը, միջուկային ծրագրին վերադառնալու համար իրեն հարմար պայմաններով։ Գանա Մովսիսյան, Միլենա Պողոսյան, Նորայր Հակոբյան, Հայլուր։